Ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաներն 81-ամյա ճանապարհային ոստիկանությանն օգնում են օգտվել իր հնարավորություններից։ Քաղաքացիներին իրազեկման արդեն գոյություն ունեցող 4 միջոցներին այսօրվանից ավելացավ ևս մեկը։ Կատարած վարչական խախտումների մասին վարորդը կարող է տեղեկանալ հայ-փոստի ծառայության ցանկացած բաժանմունքում։ Եվ զուգահեռաբար սկսել ենք հավելվածի աշխատանքների մշակումը, հավելված, որը կակտիվացնի ցանկացած վարորդ եւ Հայաստանի Հանրապետության ցանկացած կետում լինելու ժամանակ, երբ կունենա ճանապարհային ոստիկանի կարիքը, թույլ կտան նաեւ օպերատիվ կառավարման կենտրոնի տղաներին անմիջապես կապտվել եւ քաղաքացուն վարորդին օգնության համար ուղարկել ճանապարհային ոստիկանության կարգախոս։ Ճանապարհային ոստիկանությունը այսօրվանից գործարկեց նաեւ սոցիալական ցանցի իր սեփական էջը։ Եգոր Կարապետյանն ասում է, ցանկացած բարձրացված հարց անպատասխան չի մնա։ Ցանկացած ինչը որ կապված կլինի առաքարկություններ, երթևեկության կազմակերպման հետ կապված, իրենց խնդիրների հետ կապված կարող են իրենք Facebook-ում գրել, պատասխանել, ամեն ինչ արվում է, որպեսզի քաղաքացի եւ ճանապարհային ոստիկանություն աշխատանքը ավելի սերտ է։ Եգոր Կարապետյանն առանձնացնում է նաեւ 177 թեժգիծը։ Նախկինում 1 աշխատակցի փոխարեն այժմ զանգերին պատասխանում է 6 մասնագետ։ Հիմա ձեզ մենք կօգնենք, կասեք պետհամարանիշ ավտոմեքենայի, այո, ասեք։ Ճանապարհային ոստիկանները խոստանում են լուծումներ տալ իրենց ոլորտին վերաբերող ցանկացած խնդրին։ Հիմա մենք կփորձենք բացել մեր բազայը եւ տեղեկություն հայտնել վարորդին, որպեսզի դուրս բերի տրանսպորտային միջոցը եւ քաղաքացին մեքենան դուրս բերի։ 1936 թվականին ստեղծված ճանապարհային ոստիկանությունը ձևավորման պահին ուներ 8 աշխատակից։ Այսօր ծառայության շարքերը համալրեց 7 նորաթուխ ոստիկան, ստանալով առաջին սպայական կոչումը։ Հայկ Հովհաննիսյան, Ռոմիկ Խաչատրյան, օրակարգ։